Պարոն Փաշինյան, խնդրում եմ նախ դուք պաշտոնապես հաստատեք կամ հերքեք, մասնակցելու եք արդյոք մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին, եթե ոչ, ապա ինչու եւ արդյոք Հայաստանից որևէ ներկայացուցիչ լինելու է թե ոչ, եւ ձեր այս ասուլիսին ճեպազրույցին զուգահեռ ասուլիս է տալիս Սամվել Կարապետյանը եւ հայտարարել է, որ իրենք հաղթելու են ընտրություններում, հորդորել լրագրողներին անկաբաններ չքննարկել եւ ասել է, որ այդ վստահությունը գալիս է մեջբերեմ ձեր բավական ցածր ռեյտինգից։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին եւ արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք եւ մասնակցելու ենք քարոզարշավի եւ էլի ես սովորություն չունեմ մեկնաբանել են հայտարարությունները, որը անձամբ չեմ լսել եւ տեղյակ չեմ, բայց ընդհանրապես զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որը ընդհանրապես տեխնացու չի եւ չի կարող լինել, հայտարարում է, որ ինքը ընտրություններում հաղթելու է։ Հասկանում եք, ասինքն չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որը ընդհանրապես ոչ մի բանի տեխնացու է։ Չեք ավարտել ձեր հարցը։ Չեք ավարտել ձեր հարցը։ Գիտեք ինչ, բոլոր հրապարակված հարցումների համաձայն մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից, ասել էլ մենք մենք չենք ասում։ Այսինքն դուք չգիտեք այդ հարցումները հրապարակվում են, դուք տեղյակ չեք այդ հարցումներից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար